Հետաքրքիր կլինի իմանալ, որ նոր տարին առաջին անգամ մարդկությունը սկսել է տոնել Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո։ Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, երբ ազգերը բաժանվեցին, յուրաքանչյուրն իր բնակությունն հաստատած վայրում սկսեց նշել այդ տոնը։ Տարի բառը նույնպես ունի բացատրություն։ Այն նշանակում է տարավ, այսինքն մեր կյանքից տարավ եւս մեկ տարի։ Հայոց նոր տարին սկսվել է 2492 թվականի Նավասարդ 11-ին, որ համապատասխանում է այժմյան օգոստոս 11-ին։ Այս օրը հայոց նահապետ Հայկը ջախջախելով բռնակալբելին ազատագրել է մեր նախնիներին եւ այդպիսով մեր ազգային գոյության սկիզբն է դրել։ Հին հայկական ավանդույթում ամանորը կոչվում է նաեւ Կաղանդ, իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը։ 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի ծիսական բարեփոխումների արդյունքում նոր տարին սկսեց նշվել հունվարի 1-ին, իսկ ծիսական տարվա սկիզբը ընդունվեց հունվարի 6-ը։ 2014 թվականից ի վեր Գարեգին II ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ դեկտեմբերի 31-ին երեկոյան ժամերգությունից հետո աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարվում է նռան օրհնության կարգ, քանի որ նուռը խորհրդանշում է ժողովրդի միասնությունն ու ամերաշխությունը։ Ըստ ժողովրդական սովորության ամանորին տոնածառ են զարդարում, որը դրախտի կենաց ծառի խորհուրդն ունի, եւ ըստ այդմ ամեն տարեմուտի մաղթում ենք միմյանց ապրել դրախտային ուրախալի կյանքի հույսը միշտ սրտում ունենալով։